Ժամը 12-ն է Open Media-ի ուղիղ եթերում Ռինյուզ լրատվականը մեկնարկում է իր աշխատանքը, ես Անին եմ Զաքարյան, իսկ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության բարի կեսօր։ Ազգային ժողովում հեծի պետականացման նախագծի քվեարկությունից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ էության սպառնացել է ընկերության աշխատակիցներին, ասել, որ հեծի այն աշխատողները, որոնք իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր հեծ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։ Լսենք վարչապետի խոսքից մի հատված։ Այն ԶՊՄԿ-ի են բանի ուժեղ տղեկի նման, էլի ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեք, տեսեք, ոչ մեկին ներում չի լինելու, ոչ մեկին, որ ամեն ինչ պարզ լինի։ Երկրորդը, այն աշխատողները, ովքեր կհրաժարվեն եւ կհազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ եւ կոնկրետ ցուցմունքներ կտան, եթե հիմա ասենք ենթադրենք նրանց ոչ մեկ չի ազատվի, որովհետև մենք բավարար լծակներ ունենք այդ մարդկանց պաշտպանելու համար, իսկ ովքեր իրավապահ մարմիններին հետ կհամագործակցեն, ցուցմունք կտան եւ այլն, այն մյուսները կդատվեն, իսկ համագործակցող աշխատողները կխրախուսվեն։ Իսկ նրանք, ովքեր այդ ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, չգիտեմ, հետո տաշիր պիցայում կարան աշխատեն, թե չեն կարող աշխատեն, վստահ չեմ անկեղծ ասած, որ կարան թեկուզ տաշիր պիցայում բան աշխատեն, որևէ բան։ Հանրային տրանսպորտում չվճարողները կտուգանվեն, օրինագիծն ընդունվեց բառացիորեն րոպեներ առաջ։ Օրենսդիրները երեկ էին քննարկել Երևանի հասարակական տրանսպորտով անվճար երթևեկության համար տուգանքների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։ Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին կողմ է քվեարկել 62 падգամավոր, դեմ 27-ը, ձեռնպահ ոչ մեկը։ Երբ են սկսելու գործել տուգանքները, ովքեր են հսկիչները, ինչպես են տուգանելու, որքան եւ ինչպիսին է միջազգային փորձը։ Դիտենք։ Այսուհետև հանրային տրանսպորտից օգտվող այն քաղաքացիները, որոնք չեն վճարի ուղևորձը, կտուգանվեն։ Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր քննարկեց նախագիծ, որով սահմանվում է 15,000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց փոխադրավարձը վճարելու օգտվում են տրանսպորտից։ Եթե քաղաքացին օգտագործում է արտոնություն իրական օգտվողի փոխարեն, տուգանքը եւս 15,000 դրամ է։ Իսկ եթե ուղևորը նույնիսկ ունի արտոնություն կամ միասնական տոմս, սակայն չի վավերացնում իր ուղևորությունը տրանսպորտային միջոցում, նախատեսվում է 3,000 դրամ տուգանք։ Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել եւ հստակեցնել համայնքներում ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանել վարչական պատասխանատվություն ծառայություններից առանց վճարման օգտվող անձանց համար։ Ստուգումներն իրականացվելու են հսկիչների միջոցով։ Փոխնախարարի խոսքով, եթե քաղաքացին չի վճարում եւ չի ցանկանում նույնականացվել, հսկիչը դիմում է ոստիկանին։ Արդյունքում անձը կարող է նույնիսկ վարչական ձերբակալության ենթարկվել։ Ընդդիմադիր падգամավորները հիշեցին 2018 թվականը, երբ նոր իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ եւ չպետք է նրան տեղի անտեղի տուգանել։ Հիմա դուք բերել եք տրամագծորեն հակառակ մի օրինագիծ, որը խախտում է այն բոլոր սկզբունքները, ինչով առաջնորդվելով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Երևանի տրանսպորտի վարչության պետի խոսքով միանշանակ ճիշտ լուծում էր անցումը միասնական տոմսային համակարգի եւ ստուգում իրականացնելու համար պարտադիր չէ, որ յուրաքանչյուր ավտոբուսում հսկիչներ լինեն։ Յուրաքանչյուր ավտոբուս, գրեթե մեր մոտ նոր ներկրված ավտոբուսներ կահավորված են հաշվիչ սարքերով, որոնք ցույց են տալի դրան վերևում է, քանի ուղևոր կա ներսում եւ վալիդացիոն սարքն էլ հնարավորություն է տալիս առցանց ռեժիմով տեսնել քանի վալիդացիոն կա, այդպես դու կարող ես հստակ պարզել, թե քանի ուղևոր կա ավտոբուսի մեջ, որոնք չունեն վճարում եւ շատ քիչ քանակի հսկիչներով հնարավոր կլինի կոնկրետ ուղղորդել դեպի այն ավտոբուսը, որտեղ մեծ թվով չվճարողներ կային եւ ստուգում իրականացնել։ Ազգային ժողովի նիստից առաջ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամները ակցիա իրականացրին ազգային ժողովի դիմաց, իրենց բողոքը հայտնելով տրանսպորտի թանկացումը բոյկոտողների նկատմամբ տուգանքներ սահմանելու մասին օրինագծի դեմ։ Բայլա մի րոպե, պարոն։ Այսօր կողմ եք քվեարկելու են տուգանքի մատերիալ սարքելու նախագծին։ Տրանսպորտի բոյկոտը։ Դե բոյկոտում են, ինչ եք տուգանում։ Մարդիկ բոյկոտում են, որտեղ դեմ են ձեր ապօրինի թանկացմանի, իսկ ձեր սպառնալիք եւ մանիպուլյացիան, թե որ չվճարեք տրոլեբուս չեն գնելու,
կրկին ցույց է տալի, որ դուք խաբե բաների կուսակցություն եք, որտեղ դուք ասում եք այս թանկացումը պետք է, որպեսզի 10 տարի հետո ավտոպարկի հարց կարողանանք լուծենք, բայց փաստացի այսօր արդեն սպառնում եք մարդկանց տրոլեյբուսները չգնելու։ Երևանի քաղաքապետն էլ 3 գործակարգավարական նիստում նշեց, որ թեև երևանցիների գերակշռի մասը պատասխանատու է վերաբերվում վճարումներին, սակայն կան քաղաքացիներ, որ չեն կատարում իրենց պարտավորությունը։ Այլ ունենք քաղաքացիներ, ովքեր որ մտածում են, միգուցե որ եկել է, ասպես ասած, անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը, հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակը ավարտվում է եւ հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որպեսզի հետո նաեւ այդ այսպես ասած մեծ բողոքները չլինեն, բա ինչի է այսպես եղավ։ Աշխարհի շատ քաղաքներում նոր տոմսային համակարգերը ներդրվել են փուլերով։ Սկզբում դրանք փորձարկվել են սահմանափակ երթուղիներում կամ տրանսպորտային միջոցներում, այնուհետև աստիճանաբար ընդլայնվել։ Օրինակ Լոնդոնում Oyster Card-ը ներդրվեց մետրոյից սկսած, հետո միայն կիրառվեց ավտոբուսների եւ այլ տրանսպորտային միջոցների պարագայում։ Սա թույլ է տալիս հայտնաբերել եւ շտկել թերությունները փոքր մասշտաբով, նախքան լայնածավալ ներդրումը։ Տարածաշրջանում ներքաղաքային տրանսպորտի ուղետոմսերի ամենաբարձր արժեքներն ունի Թուրքիան, երկրորդ տեղում Հայաստանն է։ Մեր քաղաքացիների կարծիքները թանկության պատճառով առանց վճարի երթևեկելու եւ խոշոր տուգանքներ վճարելու հարցում խիստ տարբեր են։ Մարդկա երբ 3 տրանսպորտա փոխում 10 դրամ չի մուծում, ամոթելը։ Ճիշտ կլի այն առաջվա նման էլի։ Փողը 10 նստես։ Ո՞տ եմ վերաբերվում, որտեղ ամեն մեկը գիտակից մարդա գիտի ինչի համար պետք է տրանսպորտի համար վճարի։ Պետք է անվճար տրամադրեն թոշակառուներին, հաշվանդամներին։ Պետք չի տուգանել։ Գիտեք ինչը մենակ ինձ չի գոհեցնում, որ ժամկետը անցնում է, ոնց կարող է դրամը իր արժեքը կորցնի։ Եվրոպայում Լյուքսեմբուրգն առաջին երկիրն է, որտեղ հանրային տրանսպորտը գործում է բացառապես անվճար դքսության ամբողջ տարածքում։ Երթևեկությունը ձրի է նաև Էստոնիայի մայրաքաղաք Տալինում, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, ֆրանսիական Դյունկերկում, սլովենական Վելենիեում։ Ուղետոմսերն ամենաթանկն են Լոնդոնում, Նիդերլանդների քաղաքներում միջինը $4, շվեյցարական Ցյուրիխում գրեթե $5։ Մերի Դանիելյան, Անի Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Շարունակելով տրանսպորտի թեման, անդրադառնանք մի շատ յուրահատուկ խնդրի, որն առաջացել է Երևանում վերջին օրերին։ Քաղաքի կենտրոնում մի տեղ կա, որտեղ երթևեկության փոփոխություններ են արվել ու սկսվել են վթարներ։ Երրորդ վթարից հետո իմ գործընկեր Անի Հովանիսյանը գնացել է դեպքի վայր պարզելու բախումների հաճախանալու պատճառը ու երբ հասել է, հենց նույն պահին եւս մեկ վթար է եղել։ Կադրում երևացող այս մեքենաները հենց նոր ճանապարհատրանսպորտային խախտում արեցին։ Իմ թիկունքում գտնվող տրանսպորտային միջոցը չի նկատել նոր նշանները եւ բախվել է ուղիղ գնացող մեկ այլ միջոցի։ Տեղում աշխատող ոստիկանները նշում են, որ վարորդները հաճախ վերև չեն նայում եւ չեն նկատում նշանները։ Երևանի քաղաքապետարանը միայն այս տարվա ընթացքում կատարել է երթևեկության 1 տասնյակից ավել փոփոխություն։ Ըստ հունիսի 13-ին կատարած փոփոխության Արգիշտի փողոցի Երևան պլազային հարող հատվածում ձախ եզրային երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար, իսկ երրորդ երթևեկելի գոտին հետադարձ կատարողների համար։ Սա առաջացնում է շատ վարորդների դժգոհությունը։ Միայն 3 տեղի ունեցել 3 ճանապարհատրանսպորտային պատահար։ Մեր նկարահանման ընթացքում էլ տեղի ունեցավ պատահար, վարորդի հետ խոսելուց պարզ դարձավ, որ վթարի պատճառը էլի վերջին փոփոխություններն եւ գծանշումները։ Սեպտեմբերը որ եկավ, հիմա համեմատաբար քիչ է մեքենաների ժողովուրդ, բայց սեպտեմբերից կատված է արա լինելու մեր քաղաքը։ Տնս բաներ են արել ես վերջերս քաղաքապետարանի մինչև քաղաքապետարան հասնել է ու քաղաքապետարանից հետո մինչև մոտ դառնում է մի գիծ, որ դա անհնար է։ Քաղաքապետարանից պարզաբանում են, փոփոխություն կատարելիս իրենց առաջնահերթությունը հասարակական տրանսպորտն է եղել։ Սա ունի հստակ բարձր տրամաբանություն, որտեղ եթե այսօր ուշադրություն դարձնենք յուրաքանչյուր մեքենայում վարորդից բացի մեկ ուղևոր կարող է մաքսիմում լինել միջինացվածության հիշով, իսկ մեկ հասարակական տրանսպորտում 60 մինչև 80 ուղևոր եւ հստակ քաղաքականություն է, որ առավելությունը պետք է տալ 80 ուղևորին, այլ ոչ թե մեկ։ Իհարկե որոշակի բողոքներ կան անձնական ավտոմեքենաների օգտվող վարորդներից, որը տրամաբանական է։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը երթևեկության վերջին փոփոխությունները տեղին չի համարում։
Դժգոհությունները այն են, որ այդ նմանատիպ իրավիճակում ծանրաբեռնում է երթևեկությունը, վարորդներին հորդորում է բարեկային ծառայությունը ավտոբուսների նախատեսված գոտիներով երթևեկել։ Դրանից հետո տեսանկարով սարքերով տուգանքներ արձանագրվում են վարորդների նկատմամբ։ Արորթի ինկեր հասարակական կազմակերպության նախագահի կարծիքով լավ կլիներ, որ քաղաքապետարանը այլընտրանքային տրանսպորտի մասին էլ մտածեր եւ հեծանվային ուղիներ կամ ինքնագլորների համար նախատեսված ուղիներ էլ տարանջատեր։ Մեկ այլ խնդիր ըստ Քեյանի նոր գծանշումները հաճախ արվում են հների վրա եւ շփոթեցնում վարորդներին։ Այս մտահոգությանը արձագանքում է տրանսպորտի վարչության պետը։ Նոր գծանշումները այս տարվա ամբողջությամբ քաղաքում ավարտված չի, այսինքն մենք ամեն տարի իրականացնում ենք մի հատ գծանշում, հետո տարեվերջում թարմացման աշխատանքներ։ Ըստ ժամանակացույցի գծանշումները Երևան քաղաքում ավարտված կլինեն օգոստոս ամսին, դրանից հետո ըստ նոր ժամանակացույցի կսկսեն մինչև տարեվերջ իրականացվել թարմացման աշխատանքները։ Իսկ ինչ են կարծում այն մարդիկ, որոնց համար արվել է փոփոխությունը։ Արագության փոփոխություն նկատել եք։ Այո։ Չէ, շատ չեմ օգտվում, հազվադեպ է։ Ավելի գոհ եմ, այո։ 38 համարից եմ օգտվում, որը դեռ հին ավտոբուսներ են, բայց ավելի հաճախ սկսել աշխատել, առաջ ավելի շատ էի սպասում։ Տարբերությունը մենակ նա է, որ մեքենաները նորացվեցին, բայց հաճախականությունը էլի նույնն է, էլի պիկ ժամերին էլի մեքենա չկա։ Ոչ էլ զգուշացրել եմ, որ երթուղիները փոխվում է, խորենացու փողոցով են մտնում, կամ այս ճանապարհի վրա կանգնում ենք, հետո իմանում ենք, որ հակառակ ուղղությամբ է գնում տրանսպորտը։ 15 րոպեից ավել նստած ենք։ Մեր հարևան երկրներում եւ Եվրոպայում այս խնդիրները այլ կերպ են լուծվում։ Իրանում գծանշումների փոփոխության դեպքում հաճախ նախապես տեղադրվում են նախազգուշացնող վահանակներ, նվազագույնը 10 օր առաջ, իսկ Գերմանիայում նոր փոփոխությունները հաճախ փորձարկվում են փոքր հատվածներում, հետո ավելի մեծ շրջաններում։ Տրանսպորտային համակարգերի շարժի մասնակետ Արտեմ Պետրոսյանը կարծում է, որ նման խնդիրները արագ լուծվել չեն կարող։ Բայց ցավոք սրտի սա այն ոլորտն է, որտեղ արագ արդյունքներ ակնկալելը ճիշտ չի։ Երևանի լավ տվյալ պարագայում փողոցների թողունակությունը ըստ էության բավարար է, որ ճիշտ կազմակերպման դեպքում մենք հնարավորինս քիչ ունենանք խթանումներ, ինչ-որ խնդիրներ եւ նմանատիպ այլ բաներ։ Մասնագետն ասում է, այսպիսի փոփոխությունների նպատակը կարող է լինել խրախուսելը, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հասարակական տրանսպորտից ու ավելի քիչ անձնական մեքենաներից։ Կոպենհագենում կա դրված, Բարսելոնայում կա դրված, Փարիզում կա դրված։ Մենք իրոք շատ կախվածություն ունենք սեփական ավտոմեքենայից եւ սեփական ավտոմեքենան մեզ համար որպես հասարակություն շատ ավելի կարեւոր ինչ-որ տես մի հատ ձեռքբերում է կյանքում եւ ոչ թե ուղղակի փոխադրամիջոց։ Ըստ Պետրոսյանի Երևանին անհրաժեշտ են երթևեկության կազմակերպման ավելի հստակ ու քաղաքացիների հետ համաձայնեցված լուծումներ, որոնք հիմնված կլինեն նաեւ միջազգային փորձի վրա։ Անի Հովհաննիսյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։ Մոսկվան եւ Բաքուն շարունակում են սրել հարաբերությունները Ռուսաստանում ձերբակալում են հանցաշխարհի հետ սերտ կապեր ունեցող մանրածախ կամ մեծածախ առևտրի ադրբեջանցի խոշոր սեփականատերերին։ Եկատերինբուրգում ձերբակալվել է Ադրբեջան-Ուրալ կազմակերպության ղեկավար ադրբեջանցի Շահին Շեյխլինսկին։ Նրա ավտոմեքենան ուժայինները կանգնեցրել են Բաքու Պլազա առևտրի կենտրոնի մոտակայքում, կոտրել ապակիները, դուրս քաշել ավտոմեքենայից ու ձեռնաշղթայել։ Ձերբակալվել է նաև նրա որդին հունիսի 30-ին կազմակերպված էթնիկ հանցախմբի 6 անդամ էր ձերբակալվել 2001-ից 2011 թվականներին պատվիրված սպանությունների վերաբացված գործով։ Հետաքննության տվյալներով խումբը նաև վերահսկում էր կեղծ ծխախոտ վաճառող տաղավարների ցանցը, իսկ դրա անդամները հավաքվում էին Բաքու Պլազա եւ Կասպի ռեստորաններում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են Վորոնեժում ադրբեջանցի գործարար Յուսիֆ Խալիլովի ձերբակալության մասին։ Ըստ աղբյուրների նա տարածաշրջանի ամենախոշոր մանրածախ առևտրի օբյեկտներից մեկի Ալեքսեևսկի շուկայի համասեփականատերն է։ Որոշ պարբերականներ պնդում են, որ Խալիլովն ըստ ամենայնի կատարել է տարածաշրջանի ադրբեջանական համայնքի այսպես կոչված նայողի դերը։ Բաքվում նախորդին Իրանից թմրանյութերի ապօրինի շրջանառության ու տեղեկատվական դաշտում հանցագործությունների մեղադրանքով ձերբակալված Ռուսաստանի 8 քաղաքացիները 4 ամսով կալանավորվել են։ Համացանցի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության ու տարածման, ինչպես նաև կիբերհանցագործությունների մեջ կասկածվող ձերբակալվածները դատարան են տեղափոխվել առանձին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանի քաղաքացիները դաժանորեն ծեծի են ենթարկվել ձերբակալության ժամանակ։
ժամանակ, ինչպես արդեն պատմել ենք, Ադրբեջանի անվտանգության ուժերը խուզարկություն են անցկացրել Բաքվի Սպուտնիկ գործակալության գրասենյակում, որից հետո խմբագրության հետ կապը կորել է։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալվել են Սպուտնիկի Բաքվի գրասենյակի ղեկավարը եւ գլխավոր խմբագիրը, նրանց մեղադրանք է առաջադրվել ռուսական անվտանգության դաշնային ծառայության հետ կապերի համար։ Տեղեկություններ կան, որ ձերբակալվել է նաեւ Russia Today աշխատակցուհին, որը մասնավոր այցով է գտնվել Բաքվում։ Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևը կրկին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնում է Դաշնության արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ հանդիպման ժամանակ դեսպանին բողոքի նոտա է հղվել Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների, ադրբեջանական կողմից երկկողմ հարաբերությունները խաթարելու վերջին օրերին տեղի ունեցող միտումնավոր քայլերի կապակցությամբ։ Ադրբեջանցի դիվանագետից պահանջել են անհապաղ ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներ Կարտավիխին եւ Բելոուսովին։ Իրավասու մարմինների կարծիքով Բաքվի փորձերը Ռուսաստանի իրավապահ մարմիններին մեղադրելու իրենց լիազորությունները գերազանցելու մեջ համարվում են Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն, ընդգծվում է նոտայում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որը նախաձեռնել է Զելենսկին։ Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնել Բաքվում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության կողմերը վերահաստատել են փոխադարձ աջակցությունը երկու երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Զելենսկին Ալիևին շնորհակալություն է հայտնել Իրանից Ուկրաինայի քաղաքացիների տարհանման գործում Ադրբեջանի օգնության համար եւ ուկրաինացիների ցավակցություն է հայտնել Եկատերինբուրգում ադրբեջանցիների սպանության կապակցությամբ։ Ռուս-ադրբեջանական միջպետական կրքերի թեժացումից ոգևորված Զելենսկին նաև գրառումներ է արել Ալիևի հետ իր զրույցի մասին, շեշտելով, որ ինքը հայտնել է Ուկրաինայի աջակցությունն այն իրավիճակում, երբ Ռուսաստանը ծաղրում է ադրբեջանցիներին եւ սպառնում է Ադրբեջանին։ Հայաստանի արտգործնախարարն էլ հեռախոսազրույց է ունեցել Կանադայի գործընկերոջ Անիտա Անանդի հետ։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Երևանը գնահատում է Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Արևմտյան գործընկերոջ հետ Միրզոյանը քննարկել է խաղաղության խաչմերուկը, կողմերը խոսել են նաև Իրանում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստանի տարածքով երրորդ երկրների, այդ թվում Կանադայի քաղաքացիների տարհանման դեպքերում մեր կառավարության մարդասիրական օգնության մասին։ Սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես այս գրառման համար Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է պարզաբանում, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Նաև ազգային ժողովում հնչեցրած ձևակերպումների վերաբերյալ է Փաշինյանը պատասխան պարզաբանում ուղարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի ուշադրության կենտրոնում է եղել վերընկի տեղը ներվերս չուտես արտահայտությունը, ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պատվալները, սպառնալիքն ու կրկնվող համբալ անհարգալից կոչականը։ Համաձայն օրենսդրության առավելագույնը 3 ամսում ԿԿ հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա, բայց մինչ եզրակացությանը հանգելը նրանք պետք է դիմեն միջադեպի մասնակիցներին գլխավոր պարզաբանումներ ստանալու։ Պատասխանատվության երկու տարբերակ է նշվում, նրան կամ պետք է հորդորեն ներողություն խնդրել, քանի որ չունի վերադաս, որից կարող են պահանջել պատիժ, կամ Փաշինյանն ինքը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր պահվածքի համար, ընդհուպ ներկայացնելով հրաժարական։ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմումով պահանջել էր վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ։ Հանձնաժողովից արդեն տեղեկացրել են, որ մայիսի 15-ին հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթը։ Պատգամավորն արձանագրել էր, որ մեջբերեմ ոչ մի օրենք թույլ չի տալիս պաշտոնյային, լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից, հղում անելով իր նյարդերին կամ հույզերին։ Պետական պատիվը սկսվում է խոսքից, իսկ պետության հեղինակությունը պահվածքից, մեջբերման ավարտը։ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել եւ նշել, որ Իսրայելը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարի պայմաններին, նշենք, որ Իսրայելը վերջին ժամերին լայնածավալ հարվածներ է հասցրել Լիբանանին, 15 րոպեում 20 հրթիռ է արձակվել։ Իսրայելական ուժերը Գազայում էլ սպանել են 109 պաղեստինցիների, որոնցից 28-ը գնդակահարվել են մարդասիրական օգնության կետերում սնունդի սպասելիս, հայտնում է Ալ Ջազիրան։ Մայիսից ի վեր ավելի քան 500 մարդ է զոհվել օգնության կետերում։ Իսրայելը հայտարարում է, թե հետաքննություններ է անում այդ սպանությունների առնչությամբ։ Թեմայի շուրջ ավելի մանրամասն կպատմենք մեր հետագա թողարկումներում։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում հրավառ նյութերի պահեստում պայթյուններ է եղել, որոնց հաջորդել են մեծ հրդեհները տարածքից մոտ 1 մղոն հեռավորությամբ պարտադիր տարհանում է հայտարարվել, զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։ Վերջերս մի տարօրինակ խնդիր էր առաջացել, հայկական կոնյակը Ռուսաստան չէր հասնում, արդեն 2 ամիս, հիմա խնդիրը լուծվեց, բայց պատճառը այդպես էլ մութ մնաց, ի վերջո ինչու էր առաջացել այս խնդիրը, դա կապված էր Վրաստանի թե Ռուսաստանի հետ, փորձել է հասկանալ իմ գործընկեր Սիմոն Հովհաննիսյանը, դիտենք։ 2 ամիս արգելանքի տակ մնալուց հետո Վրաստանի տարածքից փուլ առ փուլ Ռուսաստան են գնում հայկական կոնյակով բեռնված մեքենաները։ Խնդիրը տեխնիկական է, թե այլ չերևացող հարցեր կան։ Փորձեցինք ճշտել էկոնոմիկայի նախարարությունից։ Տարածքներ պատճառաբանություններ են ներկայացվում վրացական կողմից, դրանք հիմնականում հայկական կողմի համար համոզիչ չեն եղել, եւ հենց դա է պատճառը եղել, որ մենք ամենօրյա աշխատանք ենք տարել, որպեսզի խնդիրը ստանա իր լուծումը։ Տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանի կարծիքով ԵԱՏՄ-ում մեզ դիտարկում են հնարավոր ժամանակավոր անդամ, քանի որ մեր պետությունը հայտարարում է Եվրամիություն մտնելու ցանկության մասին։ Առնվազն երևացող մակարդակով գործընթաց է գնում եւ առնվազն ակնհայտ է, որ հայ-վրացական երկխոսությունն այս մասով դանդաղում է, հապաղում է կամ բավարար արդյունավետություն չի տալիս։ Եթե իսկապես կա լավ քաղաքական երկխոսություն եւ հարաբերություններ, 2 ամիսը շատ երկար ժամանակահատված է տնտեսական մի իրավիճակի հետ կապված հանգուցալուծման գալու հետ պայմանավորված։ Կոնյակը, որը արտահանվում էր Վրաստանի տարածքով, վրացական շուկայի համար չէր։ Մեծ հաշվով վրացիներին պետք է չմտահոգեր դրա բաղադրությունը։ Մասնագետը ակնհայտ է համարում, որ միայն տեխնիկատնտեսական խնդիրը չէ բեռներին արգելափակելու հիմնական պատճառը։ Ժամկետը արդեն հուշում է, որ սա կարծես թե միայն տեխնիկատնտեսական բնույթի խնդիր չէ, կամ եթե անգամ բացառապես խնդիրը տեխնիկատնտեսական է, ապա արդեն ձգձգման ժամկետը տրամաբանությամբ հուշում է, որ պիտի արդեն որոշակիորեն լուծված լինեին այդ հարցերը։ Եթե սա որոշակի մեխանիզմների մշակման խնդիր է, ապա արդյոք մոտավորապես 2 ամսվա հետ գործ ունենք։ 2 ամիսը արդեն բավարար ժամանակ չէր այդ մեխանիզմները մշակելու եւ իրականացնելու համար։ Կոնյակը Հայաստանից արտահանվող ապրանքների թոփ 10-ում է։ Մինչև ռուս-ուկրաինական պատերազմը հիմնականում թոփ 5-ում էր։ Իսկ 2023-ից 24 թվականների առաջին կիսամյակներում արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է եղել։ Արտահանվող կոնյակի ավելի քան 80%-ը գնացել է հենց այս երկիր։ Հաջորդը Բելարուսն է։ Էկոնոմիկայի նախարարն էր հանդիպել վրացի գործընկերոջ հետ քննարկել խնդիրը։ Ավելի ուշ նախարարը Facebook-ում գրեց, որ հունիսի 1-ից 29-ը վրաց-ռուսական սահմանը հատել եւ Ռուսաստանը մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար։ Իդեպ ռուսական Իզվեստիա պարբերականը մայիսին հայտնեց ռուս-վրացական տնտեսական մի հանդիպման մասին, որտեղ կողմերը քննարկել են առևտրաշրջանառության ծավալների մեծացումը։ Անտիկոնտրոֆակտ միջազգային ասոցիացիայի նախագահ, կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային արտադրանքներ արտադրողների միության նախագահ Վլադիսլավ Ռեզնիկն ընդգծել է, որ Թբիլիսին հնարավորություն ունի արտադրել կոնյակի թորվածք, որը Ռուսաստանի Դաշնությունում պակաս է։ Բացի այդ, նա ուրախություն է հայտնել, որ Վրաստանին չի հաջողվել ներքաշել հակառուսական արշավի մեջ։ Կարող է սա եւս հայկական արտադրանքի արգելափակման պատճառներից լինել, դեռ հայտնի չէ։ Սիմոն Հովհաննիսյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում եւ հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ ես Անի Զաքարյանն եմ, կհանդիպենք ժամը 15:00-ին առայժմ։